ԱՄՆ-ում Թրամփի վարած քաղաքականության դեմ համազգային բողոքի ալիք է բարձրացել։ 1000-ից ավելի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել երկրի տարբեր վայրերում։ Ցուցարարներն ամենուր են եւ նրանք դժգոհում են Թրամփի վարած ներգաղթի խստացումների, զանգվածային արտաքսումների եւ պետական կառույցների կրճատումների դեմ։ Ցուցարարները նշում են, որ իշխանությունները մարդկանցից վերցնում են ամենակարևոր բաները՝ բուժօգնություն, աշխատանք, պետության տրամադրած ծառայությունները։ Կանանց երթի կազմակերպիչներից մեկն ասել է, որ նրանք ուզում են իրենք իրենց անզոր զգան, բայց ժողովուրդն ունի ուժ ու դա ամենակարևորն է։ Ցույցեր եղել են ոչ միայն նահանգներում, այլ նաև նահանգների սահմաններից դուրս։ Այս եւ մյուս կարևոր նորությունների մասին էլ ավելի մանրամասն կխոսենք թողարկման ընթացքում, իսկ այժմ համառոտ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ ԱՄՆ-ում օրենքի սխալ կիրառման պատճառով արտաքսվել է օրինական բնակություն ունեցող մարդ։ Թրամփի մաքսատուրքերը կարող են բարձրացնել iPhone-ի գները, ստիպելով Apple-ին վերանայել իր ռազմավարությունը։ Թրամփի նոր մաքսատուրքերը մեծացրել են տեղական արտադրողների վրա դրված տնտեսական բեռը, ինչ պետք է անեն գործարանները։ Չինաստանը պատասխանել է Թրամփի մաքսատուրքերին, սահմանելով նոր տուրք ԱՄՆ-ի համար։ Ինչ կլինի TikTok-ի ապագան, Թրամփի վարչակազմը երկարաձգել է վաճառքի վերջնաժամկետը։ Չինաստանի մաքսատուրքերը ազդել են ԱՄՆ-ի գյուղատնտեսության վրա, առաջացնելով արտահանման կտրուկ նվազում։ Եվ վերջում մենք պատրաստել ենք ձեզ համար վերլուծական մեծ թեմա, որտեղ մանրամասն բացատրել ենք, թե ինչպես են Թրամփի սահմանած մաքսատուրքերը ազդում սովորական մարդկանց կյանքի վրա։ Արդյոք տնտեսական այս ռազմավարությունը կբերի խոստացված արդյունքների, թե ավելի կխորացնի անորոշությունը։ Այնպես որ թողարկումը դիտեք մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը։ Ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները։ Կոմենտներում գրեք, որտեղից եք հետևում մեզ։ Թրամփի վարած քաղաքականության դեմ բողոքի ակցիաներ են եղել Փարիզում, Բեռլինում եւ Լիսաբոնում։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց, պահանջելով դադարեցնել սոցիալական աջակցության կրճատումները եւ պահպանել պետական ծառայություններն ու կառույցները։ Նույն օրը ցուցարարներին միացել են նաև պետական ծառայողների ղեկավարները, նախկինում Թրամփին ընտրողները, ովքեր հիասթափված են քաղաքականությունից։ Արձագանքելով քննադատություններին, Մասկը իր անձնական էջում գրել է, նրանք պատասխանատվության կենթարկվեն, նկատի ունենալով բողոքները ֆինանսավորող ենթադրյալ դեմոկրատ միլիարդատերերին։ Նույն ժամանակահատվածում իշխանությունները սկսել են նոր խիստ ներգաղթային գործողություններ։ Տարբեր համալսարանի ուսանողների են ձերբակալում, տասնյակ կրթական վիզաներ մի մարդու էլ, ով տարիներ շարունակ օրինական ապրում էր նահանգներում, սխալման պարտաքսել են դեպի Էլ Սալվադորի բանտ։ Իշխանությունների քայլերի մասին հերթով ավելի մանրամասն կպատմենք թողարկման ընթացքում։ Սկսենք անօրինական արտաքսումից։ ԱՄՆ-ում մի մարդու սխալման պարտաքսել են Էլ Սալվադոր առանց որևէ օրինական հիմնավորման։ Դատարանում արդարադատության նախարարության փաստաբանը դժվարացել է բացատրել, թե ինչպես է նման բան հնարավոր։ Իրավաբանը նշել է, որ չունի պատասխան, թե ինչու են ձերբակալել եւ արտաքսել գրին քարտ ունեցող օրինական կարգավիճակով ապրող մարդուն, վերադասներից էլ բավարար տեղեկություն չի ստացել, որ հստակ պատասխանի։ Այս ամենից հետո փաստաբանին ուղարկել են վարչական արձակուրդ։ Հաճախ սա կիրառվում է աշխատողներին որոշ ժամանակով աշխատանքից ազատելու նպատակով։ Դատավորը ժամանակ է տվել իշխանություններին սխալը ուղղելու համար։ Իշխանություններն էլ հիմա վիճում են դատարանի որոշման դեմ, բայց արդարադատության համակարգում եւ հանրության մեջ հարցեր են առաջացել. ինչպես կարող է նման սխալ տեղի ունենալ։ Սա դարձել է ներգաղթի քաղաքականության վերաբերյալ մեծ վեճի մի մաս։ Ներգաղթի ծառայության աշխատակիցները Տեխասում ձերբակալել են խանութներից մեկի սեփականատիրոջն ու 8 աշխատակիցներին։ Նրանք մեղադրվում են անօրինական միգրանտներին ապաստարան տալու մեջ։
Խանութի աշխատակիցներից 6-ը գտնվել են ԱՄՆ-ում որպես այցելուներ, բայց չունեին աշխատանքային արտոնագրեր։ Դա խախտում է երկրի ներգաղթի օրենքները, ինչը պատճառ դարձավ խանութի սեփականատերերի ձերբակալությանը։ Խանութը որոշ ժամանակ փակվել էր, բայց հիմա վերաբացվել է։ Խանութի սեփականատերերը ազատ են արձակվել գրավի դիմաց։ Մյուս աշխատակիցների գործերը դեռ ընթանում է։ Այս պատմությունը խոսում է այն մասին, թե որքան դժվար է ապրել խիստ ներգաղթի քաղաքականության պայմաններում։ Թրամփը քննարկել է Էլ Սալվադոր ուղևորություն կատարելու և ծանր հանցագործներին, ովքեր ծնվել են նահանգներում, հենց այդ բանտ ուղարկելու մասին։ Այս քայլը նպատակ ունի թեթևացնել ԱՄՆ-ի բանտային համակարգը և համագործակցել Էլ Սալվադորի հետ հանցավորության դեմ պայքարում։ Թրամփը նշել է, որ եթե Էլ Սալվադորը կարող է ավելի էժան պայմաններում պահել ծանր հանցագործներին, ապա դա կարող է լինել արդյունավետ լուծում։ Նա նաև ընդգծել է, որ նախ պետք է ուսումնասիրել օրենքի պահանջները և համոզվել, որ նման քայլերը չեն խախտում իրավական նորմերը։ Այս առաջարկը գալիս է այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը մարտին Էլ Սալվադոր էր արտաքսել 250 միգրանտի, որոնցից շատերը ենթադրվում էր, որ կապված են մաֆիական խմբերի հետ։ Թրամփի վարչակազմը սկսել է ուսանողական վիզաների լայնածավալ չեղարկումը ուղղված Կալիֆոռնիայի առաջատար համալսարանների, միջազգային ուսանողների և շրջանավարտների դեմ։ Բուհերն այս որոշման մասին իմացել են անակնկալ ստուգելով դաշնային տվյալների բազան։ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ չեղարկել են ավելի քան 300 ուսանողական վիզա։ Թիրախ է դարձել հատկապես արտերկրից եկած ուսանողները, ովքեր մասնակցել են քաղաքական քննարկումներին կամ հասարակական նախաձեռնություններին, սակայն որևէ հստակ փաստ կամ մեղադրանք չի ներկայացվել։ Իրավապաշտպանները և մի շարք փորձագետներ այս քայլը համարում են քաղաքական ճնշում արտահայտվելու ազատության դեմ։ Համալսարաններն ասում են, որ այս զարգացումները լուրջ մտահոգություններ են առաջացնում ամբողջ ակադեմիական միջավայրում։ Ուսանողները, որոնք օրինական կարգավիճակով ապրում և սովորում են ԱՄՆ-ում, այսօր կանգնած են անորոշության և վախի առաջ։ Այս պահին բուհերն ակնկալում են հստակ պատասխաններ և միաժամանակ փորձում են պաշտպանել իրենց ուսանողների իրավունքները, ինչ էլ որ լինի դաշնային քաղաքականությունը։ Կալիֆոռնիայի առողջապահության նախարարությունը հաստատել է այն լուրը, որ 3 մարդ մահացել է հանտավիրուսի պատճառով։ Սա հազվագյուտ, բայց վտանգավոր վիրուս է, որը տարածվում է մկների և այլ վարակակիր կենդանիների միջոցով։ Սա նույն վիրուսն է, որից փետրվարին մահացել էր դերասան Ջին Հեքմանի կինը։ Վիրուսից կարող է առաջանալ ջերմություն, մկանային ցավեր, հազ և շնչառության խնդիրներ։ Եթե վիճակը բարդանում է, հնարավոր է առաջանալ շնչառական անբավարարություն, որն էլ հանգեցնում է մահվան։ Հիվանդության դեպքերն անսովոր արագ ավելանում են, ինչը անհանգստություն է առաջացրել մասնագետների շրջանում։ Մկների թիվը այս տարի կարծես ավելացել է, ինչը կարող է բարձրացնել վիրուսի տարածման վտանգը։ Սիրելի հետևորդներ, մինչև Թրամփի մաքսային քաղաքականության մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում կարմրուկի դեպքերը շարունակում են աճել, արդեն 3-րդ երեխան է մահացել։ Հիվանդանոցի փոխնախագահը հայտնել է, որ 8-ամյա աղջիկը պատվաստված չէր, երեխան չուներ ուղեկցվող հիվանդություններ, նրան տեղափոխել են հիվանդանոց կարմրուկի հետ կապված բարդություններով։ Սա արդեն 3-րդ մահվան դեպքն է նահանգում, որը կապված է կարմրուկի հետ։ Փետրվարի ընթացքում մահացել էր 6-ամյա չպատվաստված երեխա, իսկ մարտին չպատվաստված տղամարդ։ Տեխասում արձանագրվել է կարմրուկի 480 դեպք, ինչը նշանակում է զգալի աճ նախորդ շաբաթվա համեմատ։ Հիվանդությունն ակտիվորեն տարածվում է նաև հարևան նահանգներում։ 3 ամսվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է 600-ից ավելի կարմրուկի դեպք։ Նյու Յորքի համալսարանի իսլամական աղոթասենյակում տեղի է ունեցել վանդալիզմ, պատերին անպարկեշտ նկարներ են նկարել։ Ուսանողներից մեկն է առաջինը տեսել այդ ամենը, երբ մտել է աղոթասենյակ։ Այս անհարգալից հարձակումը վիրավորական է մուսուլման ուսանողների համար։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը շարունակում է իրականացնել ներգաղթային քաղաքականություն, որի արդյունքում բազմաթիվ մուսուլման ուսանողներ արտաքսվել են, որոնցից շատերը աջակցել են Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։
Թրամփի սահմանած նոր մաքսատուրքերի ազդեցությամբ iPhone-ի գները կարող են զգալի աճել։ iPhone 16-ի բազային մոդելի արժեքը, որը ներկայումս արժե $800, կարող է թանկանալ 43%-ով, հասնելով $1142։ Իսկ պրեմիում մոդելները, օրինակ 1 տերաբայթ հիշողությամբ iPhone 16 Pro Max-ը կարող է արժենալ $2300, ներկայիս $1600-ի փոխարեն։ Այս կտրուկ գների աճը պայմանավորված է Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա սահմանած 54% մաքսատուրքերի կիրառմամբ, որտեղ գտնվում է iPhone-ի արտադրությունը։ Որպես արդյունք, Apple-ը պետք է վերանայի իր ռազմավարությունը, հաշվի առնելով ԱՄՆ-ի, Չինաստանի և Եվրոպայի շուկաները։ Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք հետևել օրվա կարևորագույն իրադարձություններին, ապա անցեք թողարկման տակ տեղադրված հողումով և հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Մեր նախորդ թողարկման ընթացքում արդեն իսկ անդրադարձել էինք Թրամփի սահմանած մաքսային նոր քաղաքականությանը, բայց ԱՄՆ-ում վերջին զարգացումներն ու հանրային արձագանքը ցույց է տալիս, որ այս քաղաքականությունը այլևս պարզապես տնտեսական քայլ չէ, այն դարձել է սուր քննարկման թեմա ինչպես նահանգներում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Նվազագույնը 10%, առավելագույնը մինչև 54% մաքս գրեթե բոլոր ներկրվող ապրանքների վրա։ Սպիտակ տունը սա ներկայացնում է որպես տնտեսական ինքնիշխանության վերականգնում, սակայն շատերը ընկալում են որպես վտանգավոր ու անորոշ քայլ։ Լրագրողները երբ հարցնում են, թե արդյոք սա բանակցային միջոց է, վարչակազմը հակասական պատասխան է տալիս։ Մի կողմից մամլոք հարտուղարը ասում է, որ սա ազգային արտակարգ դրություն է, ոչ թե բանակցություն, մյուս կողմից Թրամփն ու նրա որդին խոստովանում են, որ մաքսատուրքերը կարող են օգտագործվել որպես բանակցային զենք։ Հատկապես խոցելի են փոքր բիզնեսները, շատ ձեռնարկատերերը արդեն զգում են գների բարձրացման ճնշումը։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան տնտեսական խորհրդականներն ասել են, սա կարճաժամկետ ցավ է երկարաժամկետ շահերի համար։ Հանրապետական կոնգրեսականների համար ստեղծվել է բարդ իրավիճակ։ Նրանք չեն ցանկանում քննադատել Թրամփին, բայց նաև չեն ուզում անտեսել տնտեսական հետևանքները, հատկապես 2026 թվականի ընտրություններից առաջ։ Եվ այսպես Չինաստանի կոշտ պատասխանը չուշացավ։ Նրանք պատասխան են տվել Թրամփի նոր մաքսային քաղաքականությանը։ Այսուհետև ԱՄՆ-ից ներկրվող բոլոր ապրանքների վրա սահմանվում է 34% նոր մաքսատուրք։ Թրամփը պնդում է, որ իր առաջարկած նոր մաքսատուրքերը պետք է վերականգնեն արդար առևտուրը։ Չինաստանը սակայն կարծում է, որ սա միակողմանի և վնասակար մոտեցում է։ Չինաստանը բացի մաքսերից դադարեցրել է որոշ ամերիկյան ապրանքների ներկրումը, օրինակ թռչնամիս, որոշ գյուղամթերքներ, նաև արգելել է որոշ կարևոր տեխնոլոգիական մետաղների արտահանումը ԱՄՆ, որոնք օգտագործվում են օրինակ էլեկտրական մեքենաների և միկրոչիպերի արտադրության մեջ։ Բացի այս ամենը, Չինաստանը միջազգային առևտրի կազմակերպություն է դիմել պաշտոնական բողոքով, պնդելով, որ Թրամփի նոր մաքսերը խախտում են միջազգային օրենքները։ Փորձագետները նշում են, որ եթե նախկինում Չինաստանի պատասխանը զգուշավոր էր, ապա հիմա Պեկինը քայլ է կատարում ուղիղ առճակատման։ Սա կարող է բարդացնել ոչ միայն առևտրային հարաբերությունները, այլ նաև քաղաքական երկխոսությունը։ Թրամփը հայտարարել է, որ երկարաձգում է TikTok-ի վաճառքի վերջնաժամկետը 75 օրով, հավելվածը չինական վերահսկողությունից դուրս բերելու համար։ Սակայն Չինաստանի դեմ սահմանված մաքսատուրքերը խոչընդոտում են գործարքի կատարմանը և այժմ քննարկվում է միասնական լուծում, ներառելով և TikTok-ի ապագան և մաքսային քաղաքականությունը։ TikTok-ի չինական ընկերության ներկայացուցիչը տեղեկացրել է Սպիտակ տանը, որ Չինաստանը պատրաստ չէ հաստատել գործարքը, մինչև չսկսվեն առևտրային բանակցությունները։ Համաձայն քննարկվող պայմանների TikTok-ի ամերիկյան մասնաճյուղը պետք է վերածվեր ԱՄՆ-ում գտնվող նոր ընկերության, որի մեծամասնությունը կպատկաներ ամերիկացի ներդրողներին, իսկ չինական սեփականատերերը կունենային փոքր բաժնեմաս։ Մաքսային քաղաքականության փոփոխությունից հետո լուրջ ֆինանսական ճգնաժամի մեջ են հայտնվել թոշակառուները։ ԱՄՆ-ում մարդիկ հաճախ կուտակում են իրենց թոշակի գումարը հատուկ ֆոնդերում, որոնք ներդրում են շուկայում արժեքը ժամանակի ընթացքում ավելացնելու համար, սակայն երբ շուկան անկում է ապրում, այդ ֆոնդերն էլ սկսում են արժեզրկվել։
Վերջին օրերին մաքսային նոր քաղաքականության պատճառով հազարավոր ամերիկացիներ զգալի գումարներ են կորցրել իրենց թոշակային խնայողություններից։ Տարեց բնակչության շրջանում աճում է անվստահությունը կառավարության տնտեսական որոշումների հանդեպ։ Մարդիկ ասում են՝ մենք չենք կարող վերահսկել շուկան, բայց սա արդեն ազդում է մեր կյանքի որակի վրա։ Հետազոտությունների համաձայն ամերիկացիների մի զգալի մասն արդեն իսկ չունի բավարար խնայողություն թոշակի անցնելուց հետո ապահով ապրելու համար։ Ֆինանսների նախարարը արձագանքել է այս ամենին ու ասել, որ թոշակին պատրաստվող ամերիկացիները չպետք է անհանգստանան շուկայի փոքր տատանումներից, քանի որ նրանք մտածում են ավելի երկարաժամկետ պլանով։ Նախարարը բացատրել է, որ թոշակային վարկանիշներն ու խնայողությունները հաճախ կառուցվում են երկարաժամկետ ծրագրերով ու եթե մարդիկ մի քանի օրով չեն տեսնում դրական փոփոխություններ, դա չպետք է անհանգստացնի։ Նա շեշտել է, որ շուկաներում հիմնականը երկարաժամկետ նպատակների կայունությունն է։ Նախարարը նաև ասել է, որ չնայած ժամանակավոր տնտեսական դժվարությունների, ԱՄՆ-ն շարունակում է կառուցել հիմնասյուներ, որոնք կօգնեն երկրի տնտեսական զարգացման համար։ Մինչև Թրամփը խոսում է մաքսատուրքերի նոր, ավելի խիստ պայմաններից և ասում է, որ մաքսատուրքերի քաղաքականությունը պետք է անդրադառնա ոչ միայն Ասիայի, այլ նաև Եվրոպայի վրա, Մասկը հայտարարում է, որ իր պատկերացմամբ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև պետք է լինի ազատ առևտրի գոտի, առանց մաքսատուրքերի։ Նա հավելել է, որ մարդիկ էլ պետք է կարողանան ազատ տեղաշարժվել ու աշխատել Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, եթե իրենք այդպես են ուզում։ Մասկը նշել է, որ սա այն ուղերձն է, որ ինքը փոխանցել է նախագահին։ Նրա այս դիրքորոշումը տարբերվում է Թրամփի մոտեցումից, որը մաքսատուրքերը դիտարկում է որպես տնտեսական պայքարի միջոց։ Եվ այսպես եկավ թողարկման ամենահետաքրքիր և վերլուծական պահը։ Թրամփը բազմիցս է հայտարարել, որ նոր մաքսային քաղաքականության նպատակը ԱՄՆ արտադրական ուժը վերականգնելն է, բայց ինչ է սա իրենից ներկայացնում, արդյոք Թրամփի այս հայտարարությունները ճիշտ են, թե ոչ, եկեք խոսենք թվերով ու փաստերով։ Նախագահը իր մաքսային քաղաքականությունը ներկայացնում է որպես կարևոր քայլ ամերիկյան տնտեսությունը վերականգնելու և Ամերիկան առաջինը կարգախոսը կյանքի կոչելու նպատակով, բայց գործնականում պատկերն այլ է։ Թրամփը հայտարարում է, որ մաքսատուրքերը պետք է պաշտպանեն ամերիկյան արտադրողներին, վերադարձնեն աշխատատեղերը և ստիպեն այլ երկրներին աշխատել արդար պայմաններով, բայց իրականությունը ավելի բարդ է։ Ապրանքների գները սկսում են բարձրանալ, շատ ընկերություններ ստիպված են կրճատել ծախսերը և աշխատուժը, իսկ տարբեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ավելանում է լարվածությունը։ Շատ գործարարներ այժմ բավականին մեծ գումարներ են ծախսում արտադրության վրա և չեն կարողանում մրցակցել շուկայում և սկսում են կրճատել աշխատանքային տեղերը կամ արտադրությունը։ Թրամփը սահմանել է մաքսատուրքեր ալյումինի, պողպատի, ավտոմեքենաների և տարբեր նյութերի ներկրման վրա, պնդելով, որ այդ ապրանքները պետք է արտադրվեն ԱՄՆ-ում, բայց արդյունաբերական խոշոր ընկերությունները նշում են, մաքսատուրքերի հետևանքով հումքի գները բարձրանում են, իսկ տեղական արտադրանքը դարձել է թանկ։ Ալյումինի արտադրության ոլորտում գործող խոշոր գործարաններից մեկը զգուշացրել է, որ բարձր գնային ճնշումները կարող են հանգեցնել արտադրության կրճատմանը։ Նման խնդիրներ կան նաև ավտոմոբիլային ոլորտում։ Ներմուծվող մասերը թանկացել են և դա խանգարում է արտադրանքը պահպանել նախկին ծավալով։ Մաքսատուրքերի վերաբերյալ Չինաստանի պատասխանը շատ կոշտ էր։ Պեկինը սահմանել է մինչև 34% մաքսատուրքեր ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա և այսպես հարվածելով այն նահանգներին, որտեղ Թրամփն ունի մեծ աջակցություն։ Սոյայի, եգիպտացորենի, տավարի և խոզի մսի արտադրողները արդեն զգացել են մատակարարման խնդիրները և արտահանման կտրուկ նվազումը։ Շատ ֆերմերներ հայտնում են միլիոնավոր դոլարների կորստի մասին։ Տարածքներում, որտեղ գյուղատնտեսությունն է մարդկանց հիմնական ապրուստի աղբյուրը, իրավիճակը սկսում է լուրջ սոցիալ-տնտեսական ճգնաժամ հիշեցնել։ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ մաքսային քաղաքականության փոփոխության նպատակն այն է, որ արտադրությունը վերադառնա նահանգներ և ստեղծվի հազարավոր նոր աշխատատեղեր, սակայն տվյալները ցույց են տալիս ճիշտ հակառակը։
Տարբեր ոլորտներում ընկերությունները կրճատում են ծախսերը եւ աշխատատեղերը, փորձելով դիմակայել գնաճին։ Ավտոմեքենաների արդյունաբերության, կենցաղային տեխնիկայի, շինարարական նյութերի ընկերությունները ստիպված են եղել որոշ նախագծեր սառեցնել կամ ամբողջությամբ դադարեցնել։ Շատ փոքր ընկերություններ, որոնք կախված են ներմուծվող հումքից, հիմա դժվարությամբ են աշխատում։ Հումքի թանկացումն ու շուկայի անորոշությունը ստիպում են նրանց կրճատել աշխատանքը կամ փակվել։ Սա հատկապես վտանգավոր է այն համայնքների համար, որտեղ մի քանի գործարաններ են տնտեսական հիմնական շարժիչ ուժը։ Արդյունաբերության եւ բիզնեսի վրա ճնշումը վերջապես հասնում է սովորական սպառողին, սառնարաններ, ավտոմեքենաներ, գարեջուր, անգամ մսամթերք, այս ամենը թանկացել է մաքսատուրքերի պատճառով։ Շուկաներում գնաճը նկատվում է հատկապես այն ապրանքների վրա, որոնք կախված են ներկրվող հումքից։ Բազմաթիվ ընտանիքներ ստիպված են վերանայել իրենց բյուջեն։ Տնտեսագետները նշում են, եթե սպառումը նվազի, ողջ տնտեսությունը կարող է թուլանալ։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր հետագա հաղորդումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք 2 օրից։ Շնորհակալություն։